4 ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է։ Ֆակտոր TV-ին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։ Ավելացվել են քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ից կալանավորված է։ Նոյեմբերի 16-ին նախանշված վաղարշաբաթ ավականու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։ Նրանցից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9։ Հայրենի կուսակցությունը, Հաղթանակ դաշինքը, որի կազմում են Առաջ եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, Քաղաքացիական պայմանագիր, Ազատ դեմոկրատներ, Մայր Հայաստան, Ժառանգություն, Ազգային առաջընթաց, Հանրապետություն, Համահայկական ճակատ կուսակցությունները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունում է Հայաստանում թուրքական ներդրումները։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա հիշեցրել է, թուրքական ընկերությունները Հայաստանում ներգրաված են դեռևս 2012-ից 2013 թվականներից։ Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանն ինչ ներդրում կարող է անել Թուրքիայում, Պապոյանը նշել է, հայկական կողմի խնդիրն է, որ հայկական ապրանքը վաճառվի Թուրքիայում, օգտագործվի թուրքական նավահանգիստների ու ճանապարհների ներուժը։ Միաժամանակ Պապոյանը հերքել է, թե Թրամփի ուղի ծրագրի անվան տակ Հայաստան թուրքական ընկերություններ են գալու, վստահեցնելով, որ ճանապարհի հետ գործ են ունենալու միայն Հայաստանը եւ Միացյալ Նահանգները։ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հաստատել է նրա թեկնածությունը։ Հիմա արդեն հարցը պետք է քննարկվի եւ հաստատվի ազգային ժողովի լիագումար նիստերին։ Պաղեստինյան Համաս խմբավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հանձնել 13 իսրայելցի պատանդներից բաղկացած երկրորդ խմբին։ Սա նշանակում է, որ ողջ մնացած բոլոր իսրայելցի պատանդները ազատ են արձակվել։ Հրադադարի համաձայնագրի պայմանների համաձայն այսօր առավոտյան պետք է ազատ արձակվեին 20 ողջ մնացած պատանդներ, ինչպես նաև վերադարձվեին մինչև 28 մահացած պատանդի մարմինները։ Այսօր ավելի վաղ Համասն ազատել էր 7 իսրայելցի պատանդների։ Իսրայելի եւ Համասի միջև հաստատված համաձայնության շրջանակում ազատ արձակման ենթակա բոլոր 1966 պաղեստինցի բանտարկյալները պատրաստվում են լքել իսրայելական բանտերը։ Իսրայելի ուժերի կողմից ձերբակալված Գազայի 1716 բնակիչներ կտեղափոխվեն պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Ալ-Նասր բժշկական համալիր։ Մնացած 250 պաղեստինցիները, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտվել, կուղարկվեն Երուսաղեմ, Արևմտյան Ափ եւ Իսրայելի սահմաններից դուրս։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան Համաս շարժումը համաձայնել է կատարել խաղաղության ծրագրով նախատեսված զինաթափման մասին կետը։ Նա հավելել է, Գազայի հատվածում պատերազմը ավարտված է։ Ֆրանսիայի նախագահական պալատը հայտնել է հրաժարականից օրեր անց երկրի վարչապետի պաշտոնին վերադարձած Սեբաստիան Լկորնյուի կառավարության կազմը։ Ժան Նոյել Բարոն վերստին ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Զինված ուժերի նախարարը դարձել աշխատանքի նախկին նախարար Կատրին Վոտրենը։ Ներքին գործերի նախարարը նշանակվել Փարիզի ոստիկանության ներկայացուցիչ Լորան Նունիեսը։ Պաշտոնը պահպանել է նաև մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին։ Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լկորնյուին, որը մեկ ամսից էլ պակաս ժամանակահատված պաշտոնավարելուց հետո հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել։